Աստված մեզ համար իր փառքի մեջ տեղ է պատրաստել։ Թող հավատացողն ասի ամեն։ Այնտեղ հասնելու համար մեզ առաջարկվում է մեկ բան՝ ապաշխարություն։ Ամեն օրվա ապաշխարությունը մեր տեղը ավելի է հաստատում այնտեղ։ Իսկ հետաձգված ապաշխարության հետևից գնալը վաղը արդեն ուշ կլինի։ Առաջարկում եմ Աստվածաշնչյան մի կերպարի այսօր միասին նայենք, որպես օրինակ։ Եկեք կարդանք Ծննդոց գրքի 5-րդ գլխից, Ենովքի պատմությունն է, 5-րդ գլուխ 21-ից 24 խոսքերը կկարդանք։ Եվ Ենովքը 65 տարի ապրեց և ծնեց Մաթուսաղային։ Եվ Ենովքը Աստծո հետ վարվեցավ Մաթուսաղային ծնելուց հետո 300 տարի և տղերք և աղջիկներ ծնեց։ Եվ Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղավ։ Եվ Ենովքը Աստծո հետ վարվեցավ և չէր գտնվում, որովհետև Աստված առավ նրան։ Թեև Ենովքի գործունեության մասին մեզ մանրամասն տեղեկություններ չի տալիս Աստվածաշունչը, բայց գրված փոքր հատվածից կարող ենք որոշակի հետևություններ կատարել։ Ենովքի կյանքի տարիների թիվը 365 էր։ Կարծես խորհրդանշական զուգադիպություն կա մեր մեկ տարվա օրերի թվի հետ, որը նույնպես 365 է։ Կարելի ասել, որ Ենովքը մեկ ամբողջական լիարժեք կյանք նվիրեց իր Արարչին։ Նրա հետ ապրեց, քայլեց, վարվեց։ Մեկ ուրիշ թարգմանություն ասում է, որ Ենովքը սիրելի եղավ Աստծուն։ Նա անհետացավ, որովհետև Աստված տարավ նրան իր մոտ։ Եկեք համաձայնվենք, որ Ենովքի կերպարը այն հոգևոր մարդու չափանիշն է, որ Աստված ուզում է այսօր տեսնել եկեղեցու մեջ։ Այնքան սրբանալ, որ Աստծո հետ մեկանալ։ Ենովքը Աստծուն էր հանձնել իր ամբողջ կյանքը։ Այդ պատճառով էլ Աստված իրավունքով իր բաժնի հետ զարմանալի ձևով վարվեց։ Փառք Աստծուն։ Գուցե ոմանք ամբողջ կյանքը հանձնել ասելով ճգնավորություն պատկերացնեն, առանձնացված մի վանքում, բայց եկեք նայենք Ենովքի կյանքին ու փորձենք իրատեսական եզրակացություններ անենք։ Գրված է, որ նա 65 տարի ապրեց և ծնեց իր անդրանիկ որդուն Մաթուսաղային, որը սերնդաբանության շարունակողն էր, և ով իդեպ ապրեց ամենաերկարը պատմության մեջ 969 տարի։ Հետո էլի որդիներ ու դուստրեր ունեցավ։ Եթե ընտանիք երեխաներ, ուրեմն բնական է, որ որոշակի դժվարություններ, հոգսեր, խնդիրներ, որոնք հնարավոր է, որ խանգարեին նրան Աստծո հետ իր մտերմության մեջ։ Երեխաների հետ չեմ կարող, ամուսնու հետ չեմ կարող, կնոջ հետ չեմ կարող, այսպիսի արտահայտություններ կան։ Էլ չասեմ, որ տան մնացած անդամները ընտանիքի հետ ճիշտ վարվելը սերտ կապված է Աստծո հետ մտերիմ կյանք ապրելու հետ։ Այո, գուցե դժվար իրավիճակներ լինեն, բայց պիտի հիշենք, որ մենք Աստծո ուխտավորն ենք։ Իսկ ուխտավորի համար չկան արգելքներ, չկան սահմաններ, որ խանգարեն մեր ուխտը կատարելու համար։ Ենովքը գրված է, որ տղաներ և աղջիկներ ունեցավ։ Մեծ ընտանիք էին, նահապետական, այն ժամանակվա կարգով գուցե միասին էին ապրում, հարսներով, փեսաներով, տղաներով, աղջիկներով, եղբոր ընտանիքներով, ու կարծում եք, որ այսպիսի ընտանիքում բոլորը սուրբ էին, չեմ կարծում, որ խնդիրներ չկային իրար խանգարող մարդիկ, չկային իրար չհանդուրժող, տեղի կռիվ անող մարդիկ, տեքոր կանայք, հարսներ, սկեսուրներ։ Գրված է, որ Ենովքը վարվեց Աստծո հետ, և կարող ենք ասել, որ ոչինչ չխանգարեց նրան Աստծո հետ սերտ մտերմություն ունենալ։ Թող ոչինչ չխանգարի մեզ մեր և Աստծո հետ մտերիմ փոխհարաբերության մեջ։ Բացի դա, նա իր սերունդին սովորեցրել էր վարվել Աստծո հետ, քայլել Աստծո հետ, որովհետև հենց Ենովքի ծոռը Նոյ նահապետը իր դարի մեջ արդար կոչումը ստացավ, և հասկանում ենք, որ այս արդարության հոգին հայրերից փոխանցվել էր որդիներին։ Տղամարդը, եթե ունի մեծ ընտանիք, աշխատել ու չվաստակել ուղղակի չի կարող։ Գուցե որսորդ էր, հողագործ էր կամ ինչ-որ արհեստավոր էր, բայց աշխատանքը, զբաղվածությունը, եթե մի քիչ այսօրվա օրով հարկերը, վարկերը, պարտքերը, ինչ-որ ֆինանսական խնդիրներ չեն խանգարել նրան Աստծո հետ իր մտերմությունը ունենալու համար։ Քանիսին են աշխատանքը,
վաստակելու մոլուցքը, զբաղվածությունը պատճառ հանդիսացել, որ հեռանան Աստծուց եւ եկեղեցուց։ Ցավոք ես բազմիցս տեսել եմ։ Հետագայում Պողոս առաքյալը իր մեծ փորձառությունից կիսվելով մեզ հետ կասել, որ չկա մի բան, որ կարող լինի մեզ բաժանել Քրիստոսի սիրուց։ Չկա եւ չի լինի այնպիսի մի ուժ հիմա եւ ապագայում, որ հնարավոր լինի կանգնել մեր եւ Քրիստոսի մեջտեղը որպես պատնեշ, եթե մենք ինքներս չդնենք այդ պատնեշը։ Նույն Պողոս առաքյալը հետագայում պիտի ասեր, որ այդպիսի մարդով կպարծենամ, որովհետև ինքը նույնպես վարվել էր Տիրոջ հետ։ Պողոս առաքյալը ունեցել էր այդ մտերմությունը, որովհետև ինքը իր մասին ասում է, որ 14 տարուց առաջ էր, թե մարմնով ես չգիտեմ, եւ թե առանց մարմնի ես չգիտեմ, մի մարդ, որ հափշտակվեց մինչև երրորդ երկինք, եւ մի մարդ գիտեմ, որ էլի 14 տարուց առաջ, թե մարմնով ես չգիտեմ, եւ թե առանց մարմնի ես չգիտեմ, Աստված գիտի, որ նա հափշտակվեցավ դրախտի մեջ եւ անասելի բաներ լսեց, որ մարդուն պետք չի խոսել, ասում է, որ այսպիսի մարդու համար կպարծենամ, ով ունի լիարժեք կյանք իր հոգսերով, խնդիրներով, դժվարություններով եւ չունի ոչ մի պատճառաբանություն Աստծուն չհետևելու համար։ Կարծում եք, որ այն ավակ եղբայրները, ով 24 ժամ հասանելի են մեր զանգերի համար, մեր խնդիրներ լսելու եւ ծառայելու համար, չունեն խնդիրներ։ Երանի չունենային։ Այսօր շատ հաճախ անխոս բարձենալու առիթ է դառնում այն, թե ինչ եմ արել իմ ծառայությունները։ Բայց եկեք համաձայնվենք, որ պարծանքը Քրիստոսին ունենալու մեջ է։ Կապ չունի մենք ինչ ենք արել, եթե Քրիստոսին ունենք, այստեղ է պարծանքը։ Այնքան ունենալ Քրիստոսին, որ էլ ոչինչ չունենալ, որովհետև Քրիստոսը բավական է մեզ։ Կարող ենք ասել, որ Պողոս առաքյալը նույնպես ճաշակել էր Տիրոջ մոտ գնալու, այս բերքրանքը դրա համար էլ ասում է, որ երկու կողմից նեղն եմ, որ ուզում եմ դուրս գամ ու Քրիստոսի հետ լինեմ, որ շատ ավելի լավ է, բայց կմնամ, որովհետև մնալը ձեր համար շինություն է։ Մի բան է պահում մեզ ինձ, որ մնամ այստեղ, որ եկեղեցուն շինություն լինի ու ձեզ օգուտ լինի։ Իսկ ինձ ոչինչ չի պահում, որովհետև ես ամբողջովին Քրիստոսինն եմ։ Չգիտեմ, թե ով ինչպես է պատկերացնում Աստծուն հանձնված կյանք ապրել, բայց այն ոչ թե կյանքից զրկվելու, այլ լիարժեք կյանք ապրելու մասին է։ Ոչ թե վշտացած, այլ մխիթարված կյանք ապրելու մասին է։ Ոչ թե հալածված, այլ ողորմություն գտած կյանք ապրելու մասին է։ Ոչ թե կորցնելու, այլ գտնելու մասին է այդ կյանքը։ Եկեք միասին կարդանք Երկրորդ Օրինաց գրքից 11:18 խոսքից։ Եվ այս իմ խոսքերը ձեր սրտի եւ հոգիի մեջ դրեք, եւ նրանց նշանի համար ձեր ձեռքերի վրա կապեցեք, եւ նրանց ճակատանոց լինեն ձեր աչքերի մեջտեղը, եւ ձեր տղաներին սովորեցրեք նրանք, որ նրանցից խոսես տանդ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պարկելու եւ վեր կենալու ժամանակդ, եւ գրիր նրանց քո տան դրանդիների վրա եւ դռների վրա, որպեսզի շատանան քո օրերը եւ քո որդկանց օրերը այն երկրի վրա, որ քո Եհովան ձեր հայրերին երթում արեց նրանց տալու համար, իբրև երկնքի օրերը երկրի վրա։ Այս հատվածում չափազանց մանրամասն ներկայացված է կյանքի ամեն մի քայլը եւ թե ինչպես վարվել, որ կարողանալ Աստծուն հաճելի կյանք ապրել։ Նախ ասում է, որ խոսքը դիր սրտիդ եւ հոգուտ մեջ։ Սա պարզապես խոսք չի։ Սա հոգևոր գործողություն է, որ մարդը պետքա կարողանա անի ամենայն լրջությամբ, ամենայն պատասխանատվությամբ որոշումներ կայացնելով, որ խոսքը այսուհետ իմն է, իմ ներսում է, ինձ է պատկանում, եւ ես պիտի պահեմ ու պաշտպանեմ այդ խոսքը։ Հետո ասում է, որ գրի ձեռքերիդ վրա, որ ամեն անգամ ձեռքդ գործածելիս, գործողություն անելիս, խոսքը աչքիդ առաջ լինի։ Եվ եթե հանկարծ ծուր գործի, սխալ ճանապարհի վրա լինես, խոսքը աչքդ առնի ու հետ դառնաս այդ ճանապարհից։ Մի քիչ ժամանակակից լեզվով ասած ծրագիր ենք կազմում համակարգչային ալգորիթմի նման, որ ունի քայլերի հստակ հերթականություն։ Ու երբ որ մի քայլը խախտվում է, արդեն ծրագիրը ազդանշան է տալիս ցուցիչ լամպին, որ սկսում է թարթել ու զգուշացնել, որ վտանգ կա։ Այս առումով մենք ունենք օգնական,
Սուրբ Հոգին, որ մեզ հիշացնում է, խրատում է, սովորացնում է եւ շատ ժամանակ մեզ հետ ապահում սխալ քայլերից։ Կապիր խոսքը ճակատիդ, աչքերիդ մեջտեղում։ Մեզ հանդիպողները մեր երեսն են տեսնում, մեր ճակատը։ Ասում եմ խոսքը կապիր ճակատիդ։ Քո պահ ճակատին որպես հավատքի վկայություն եւ թող քեզ նայողները առաջինը Աստծո խոսքը տեսնեն։ Այլ խոսքով ասած, թող քեզ նայողները Աստծո խոսքը կարդան։ Հետո պատվիրում է սովորեցրու որդիներիդ։ Խոսքը ոչ միայն սեփական երեխաների մասին է, այլ նաև նրանց մասին, ովքեր որ մեզ շուրջն են, մեզ շուրջը եղող մարդկանց, սովորեցնենք ամեն ժամանակ, ամեն առիթի, նստած ժամանակ, ճանապարհ գնալու ժամանակ, կանգնած ժամանակ, որ սա լինի մեր բնույթը, սովորեցնել։ Գիտեք, ինձ մոտ երբեք ցանկություն չի առաջացել իմ ընկերներին հավաքել ու իմ մասնագիտական գիտելիքներով իրանց հետ կիսվել, որովհետև կարիքը չի եղել։ Բայց Աստծո խոսքը ունի այդ հատկությունը, որ դու չես կարող չբաժնեկցես, չկիսվես մարդկանց հետ այդ խոսքով, որովհետև գիտես, որ այդ խոսքը օգուտ է, օրհնություն է այդ մարդու համար։ Գրիր այն դռան սեմերի եւ դռների վրա։ Դեռ երեխայի երևի թե 8-9 տարեկան մեր Անահիտ քույրը Միկրոյի մի խորհուրդ տվեց, որ մինչև հիմա իմ մոտ տպավորվել է ու շատ ժամանակ այդ խոսքը պահում եմ, ասեց, որ ամեն մի դռնով մտնելիս կապ չունի դա ինչ դուռ է, երբ որ ներս մտնես Հիսուսի անունը տուր, նոր մտի։ Սա մեզ համար ապահովություն է եւ սա շատ կարեւոր խորհուրդ եմ համարում, որ ինչ որ տեղ մտնենք, արդեն Հիսուսի անունով։ Սա մեր համար պաշտպանություն է եւ ապահովություն է։ Այս խոսքերում կյանքներ ներկայացված տարբեր մանր դրվագներով։ Ենովքը անհետացավ ու վկայությունը միանշանակ էր, որ Աստծո մոտ է։ Գուցե առևանգել էին կամ գազաններն էին վնասել, բայց ոչ։ Աստված իրեններին պահում է։ Հիսուսն ասում էր, որ երբ որ բարձրանամ երկրից, իմիներին կքաշեմ դեպի ինձ։ Աստված սպասում է հափշտակության, որովհետև սպասում է իր սիրելիների հետ հանդիպմանը։ Սպասում է այն պահին, երբ որ մենք այս աշխարհում որևէ տեղից բռնված չլինենք, որ մեզ կարողանա քաշի դեպի վերև։ Որ սրա համար մի բան է պետք, որ Պողոս առաքյալի պես կարողանանք ասել, որ կյանքը ինձ համար Քրիստոս է եւ մեռնելը շահ օգուտ։ Ինչպես որ կարդացինք երկրորդ օրինաց գրքից, որ խոսքը պատվերը խոսքի մեջ եղիր ամեն ժամանակ, նստած ժամանակ, ճանապարհ գնալու ժամանակ, ամեն գործողության ժամանակ։ Հիմա էլ առաջարկում եմ կանգնենք ոտքի, կանգնելու ժամանակ եւ այս պահը թող լինի այն պահը, որ գուցե ոմանց համար նոր ընթացք սկսելու, գուցե ոմանց համար ընթացքը նորոգելու, բայց հավատում եմ, որ ամեն մեկս անելիք ունենք այս հարցում։ Շնորհակալ ենք քեզ, Հայր, սիրում ենք քեզ, Հայր, գոհանում ենք քեզանից, մեր հոգուն կեր, մեր բժիշկ, մեր պաշտպան, մեր խաղաղության իշխան, շնորհակալ ենք քեզ, Տեր։ Մենք քեզ ենք պատկանում, քո ժողովուրդը քեզ է պատկանում։ Շնորհակալ ենք, որ մեր վրա կնիք ես դրել, Հայր, որ մեզ կանչում ես մեր անունով, որ մենք քոնն ենք։ Սրտան շնորհակալ ենք, Հայր։ Մեզ էլ բան չի մնում այս աշխարհի մեջ, միայն քեզ հանձնվել, քեզ նվիրված կյանք ապրել, Հայր, որովհետև դա է մեր կյանքը, դա է մեր փրկությունը, մեր հավիտենությունը, օրհնյալ Հայրս։ Մենք մեր հայացք ուղղում ենք քեզ, մենք մեր միտքը բացում ենք քո առաջ, մեր սիրտը, մեր ժամանակը, մեր ամբողջ էությունը, Հայր, որ դու տիրես, թագավորես մեր կյանքերի մեջ, փառավոր Հայրս։ Թող ոչինչ չլինի առավել, Հայր, որ մենք բաց թողենք ամենը, ինչ որ մեզ պահել է մինչև հիմա, ու ամբողջովին հանձնված լինենք քո գրկի մեջ, քո ձեռքերի մեջ, փառավոր Հայր։ Շնորհակալ ենք քեզ, տիրիր, թագավորիր մեր կյանքի մեջ, օրհնիր քո ժողովրդին, զորացրու քո ժողովրդին, Հայր ջան, առաջնորդիր քո ժողովրդին մեր բարի հովիվ։ Սրտան շնորհակալ ենք, փառավոր Հայր, հանձնվում ենք քեզ։ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով աղոթեցինք։ Ամեն։